Պարզապես նախընտրական PR։ Փորձագետը այսպես է հակադարձում Անահիտ Ավանեսյանին, որ եկող տարի մեկնարկող առողջապահության պարտադիր ապահովագրությունը համարում է պատմական քայլ։ Էլեկտրոնային իդրավթարթակում տեղադրված նախագծով պետությունը իր վրա է վերցնելու մինչև 18 եւ 65 նանցքաղաքացիների, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցողների եւ սոցիալապես անապահովների ապահովագրությունը։ Հենց սա էլ ըստ Փաշինյանի կաբինետի ներկայացուցչի չտեսնված բան է։ Սա նախընտրական հետաքրքիր մտածած խորամանկ հնարք։ Պարտադիր ապահովագրությունը ըստ ոլորտի պատասխանատուի նախ կտարածվի այն քաղաքացիների վրա, որ ամսական ունեն 200,000 եւ ավելի եկամուտ։ Այս մոդելը ըստ Ծաղիկ Վարդանյանի ապա սոցիալական է։ Ինչ է ստացվում։ Ես ստանում եմ 200,000 դրամ եւ 10,000 դրամ եմ վճարում, մյուսը ստանում է 1 միլիոն դրամ եւ էլիս վճարում է 10,000 դրամ եւ երկուսս էլ հավասար ստանում ենք, օգտվում ենք նույն ծառայությունների փաթեթից։ Փորձագետը վստահ է, ծրագիրը մեկնարկելուն պես բժշկական կենտրոնները աշխատելու են գեր ծանրաբեռնված, հատկապես 65+ տարիքայինները, որ ունեն առողջական խնդիրների փունջ, միանգամից մի քանի բժշկի դուռ են թակելու։ Մեր երկրի բուժ հաստատությունները ի վիճակի են միաժամանակ այդքան պացիենտ ընդունել։ Վարդանյանը լավատես չէ։ Օրենք մշակողները ասում է, ռիսկերը լավ չեն հաշվարկել։ Պարտադիր ապահովագրությունը վճարած քաղաքացին առողջապահական ինչ ծառայություններից կարող է օգտվել։ Նախագծում չկա հստակություն։ Մասնագետը ապավինում է սեփական փորձին։ Ստենդավորումը ըստ իմ ինֆորմացիայի տեղեկատվության կմտնի, քիմիոթերապիան իհարկե որոշակի սահմանափակումներով, ամբողջ դեպքում, բայց ոչ 300,000 ոնց որ հիմա է շատ ավելի ծիծաղելի գումարներ են այսօրվա ծախսերի մեջ, քիմիոթերապևտիկ, ավելի շատ կլինի մի քանի միլիոն դրամի մասին խոսք կլինի, բայց էլի սահմանափակ եւ դեղորայքի մասով համավճարի սկզբունք է լինելու։ Այսինքն պետությունը կտա որոշ դեղերի գումարի մի մասը միայն, կիսատ-պռատ կարող են հատուցվել նաև վիրահատական կամ այլ միջամտությունների համար։ Ենթադրենք անհրաժեշտություն կա 4 ստենտի, գտնում է բժիշկը, որ 4 ստենտ պետք է դրվի, շատ հնարավոր է, որ պայմանական եմ ասում, արդեն 4-րդ ստենտը քաղաքացու հաշվի։ Առողջապահական պարտադիր ապահովագրման համար 200,000 դրամ եւ ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները մեկ տարվա համար կվճարեն մոտ 130,000 դրամ ամսավճարով։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։